Ինչու ազատ չեն արձակում։ Դժվար չի ընտրել այլընտրանքային խափանամիջոցներ։ 2022 թվականին, երբ կատարվեց համապատասխան բարեփոխումը եւ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվեցին վերջապես այլընտրանքային իրական տեսակի խափանամիջոցներ, որտեղ կհիշեք, մինչ այդ պարզապես վեճը միշտ դատարաններում գնում էր կիրառել կալանք թե գրավ։ Դա էր հիմնականում վեճերը, որոնք տեղի էին ունենում, իհարկե Հայաստանում այլևս կա տնային կալանք, վարչական հսկողություն եւ այլն։ Եվ ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես 2024 թվականի հոկտեմբերի 23 կամ 24 կարծես ազգային ժողովում հերթական հարց ու պատասխանի ժամանակ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը ուղիղ արձանագրեց, որ այո, Հայաստանում այլևս կան այլընտրանքային խափանման միջոցներ։ Նույնիսկ համեմատեց կալանքի կիրառումը առանց տնային կալանքը դիտարկելու բռնապետական ռեժիմներին բնորոշ վարքագիծ։ Այսինքն այդ աստիճան ամեն ինչ ակնհայտ է։ Նույնիսկ այսօրվա իշխանությունների համար է ակնհայտ, որ եթե կալանքը այդպես պերմանենտ մշտապես կիրառվում է, դա բռնատիրական ռեժիմներին բնորոշ վարքագիծ։ Այո, Հայաստանում կա տնային կալանք։ Այո, Սամվել Կարապետյանի գործով մենք նաև այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ միջնորդություններ ներկայացրել ենք, թեև ինչպես գործընկերս պարոն Հակոբյանը նշեց, ընդհանրապես հիմնավոր կասկածի մասին մենք վեճ չունենք։ Այսինքն իրապես այս դեպքում պայմանը բացակայում է։ Եթե պայմանը բացակայում է, ապա միջնորդությունը պարզապես պետք է մերժվի եւ չդիտարկվեն այլընտրանքային խափանման միջոցները։ Բայց նույնիսկ մենք միշտ մեր դիրքորոշումներն ասում ենք. լավ, Քավլիցի բոլորս հասկանում են, քաղաքական հետապնդում է 2025 թվականի հունիսի 17-ի Facebook-յան գրառումները դրա մասին էին վկայում, դրա ցուցիչն էին, դրա ցուցումն էին, ինչևէ։ Բայց մինչ օրս տնային կալանքն էլ նույնիսկ չի կիրառվել։ Բայց իդեպ մի կարևոր բան ասեմ, վերաքննիչ քրեական դատարանը նշված հարցը ուղիղ արձանագրել է։ Ուղիղ, սևը սպիտակով, որ այս իրավիճակը չի կարող շարունակվել։